Վերջին զանգ հեռուստասերիալով Միքոն նստած մեղավոր լռության մեջ բացում է սրտի ամենածանր էջերից մեկը, պատմելով Հենրիին ու Ֆայնային Աննայի անցյալ սիրո մասին, Սոսի մասին, Աննայի երբեմնի սիրած տղայի, որի ներկայությունը, ինչպես պարզվում է, ոչ միայն անցյալում է, այլև ներկայում։ Այս խոստովանությունից հետո Հենրիի հայացքն այլևս նույնը չէ։ Մոր հանդեպ նրա վերաբերմունքում ինչ-որ բան է փոխվում, բայց դեռ շատ բան է մնում բացահայտվելու, եւ երբ ի վերջո ճշմարտության վարագույրն ամբողջությամբ բացվում է, Հենրին կանգնում է այն փաստի առջև, որ տարիներ առաջ իր իսկ հայրը Միքոն գրեթե սպանել է Սոսին, բայց այսքանով չի բավարարվել ու Անգելինային զրկել է հարազատ կենսաբանական մորից։ Սա մի իրողություն է, որ սեղմում է Հենրիի հոգին, քանի որ հենց այդ որոշման հետևանքով է ինքը այսօր ապրում անարդար դժբախտության մեջ։ Հենց այդ պատճառով է այսօր իր կյանքը գլխի վայր շրջվել, իսկ Միքոն ասում է, թե Աննայի անցած սեր։ Այս ամենի արդյունքում Հենրին իր ներսում ներում չի գտնում ոչ թե Աննայի, այլ հենց Միքոյի համար։ Մոր վերադարձը տուն, մեղքի բեռով ծանրացած հայացքով նրան չի կարող փրկել որդու լռության մեջ թաքնված դատապարտումից։ Իսկ Հենրին հիմա արդեն լիարժեք կոտրված անցնում է կյանքի ամենախոր ցավերից մեկը։ Նա ու Անգելինան վերջնականապես բաժանվել են, բայց կյանքի անակնկալները երբեմն տեղի է ունենում այն պահին, երբ թվում է այլևս ոչինչ հնարավոր չէ։ Մի քանի սերիայից հետո մենք ականատես ենք լինելու նոր կյանքի ծննդին։ Համացանցում տարածված տեղեկությունները հաստատում են. Աննայի երեխան ծնվում է։ Նա շարունակում է ապրել Միքոյի հետ եւ շուտով լույս աշխարհ է գալու նրանց որդին։ Սոսի վերադարձից հետո Աննայի ու Միքոյի հարաբերությունները շատ տարօրինակ փուլում են, բայց Միքոյի տուն վերադառնալով Աննան կարծես որոշ չափով գտել է իր խաղաղությունը։ Ի տարբերություն Հենրիի, Ֆայնան ունի սուր դիտողություն եւ արագ կողմնորոշվելու հատկություն։ Նա միանգամից հասկանում է, թե իրականում ով է այս ամենի թաքնված չար մարդը։ Նրա աչքերում իրական հրեշը ոչ թե Միքոն է, ոչ թե Աննան, այլ Լիլիթը, իր մորաքույրը, ու նա մի լավ տեղին պատասխան է տալիս Լիլիթի զառանցանքներին, երբ նա փորձում է վարկաբեկել Աննային ու ստորացնել նրան Ֆայնայի աչքի առաջ։ Լիլիթը այն մարդն է, որի տևական խարդախությամբ ու մութ մտադրություններով իր մայրը դարձավ դժբախտ կնոջ խորհրդանիշ։ Ֆայնան պարզ տեսնում է այն շղթան, որ ձգվում է տարիների միջով հյուսված Լիլիթի ձեռքով։ Հարգելի հետևորդներ, ինչպես կվարվի Աննան երեխայի ծնունդից հետո։ Արդյոք կշարունակի ապրել Միքոյի հետ, թե կհեռանա նրա տանից։ Գրեք մեկնաբանություն։ Արդեն կտանք է։ Ինչ բան։ Հոպ։ Ահագեցի ու դուրս եկա։ Բա, տեսնում եք մեջքիս հետևն ինչեր է կատարվում։ Էսա։ Մենք չենք ուզում։ Ես անձամ։ Էլմի։ Դու ուզում ես, չէ՞։ Գիտեմ։ Անակ եմ։ Շատ։ Ինքս սպասում էր։ Եկել ենք նկարահանման։ Չէ՞ ջացրով։ Իհարկե։ Վաղուց չկային։ Բա։ Նենց որ Դիտեք մեզ։ համարը թե մոռացան մեզ։ Չէ, որ մոռանա։ Մեզ մոռանալ չի լինի ջացրով։ Քանի որ առաջին ստորիում մեր ընտանիքը կիսատ էր, մեր մայրը բունտ էր։ Անում ասում էր ուր եք առանց ինձ նկարվել։ Հիմա մենք ամբողջ համալրված ընտանիքով մեր հետևորդներին պաչիկներ ենք ուղարկում։ Վերջ, մենք ամբողջ ընտանիքով ենք այսօր։ Այո, ումիստ լինելու։ Այո։ Երեխեք ջան, քանի որ Հենրին եւ Անգելինան բաժանվեցին, վերջնականապես թե չեն կարող միասին լինել։ Յանան, ոնց որ էլի գործի անցել։ Ուզեք չուզեք։ Գործն էլ է դա։ Հիմա ինչ անեմ։ Տենց ասում եք հալալի հետ լավ զույգ ես, բայց
Մի խոսքով դες շատ հետաքրքիր սերիաներ են սպասվում, այնպես որ մնացեք մեզ հետ։ Նկարահանման ենք ընկերներ։ Չեչենեկա կարող զանգալ ես պատասխան։ Գաս մեզ։ Քիչի կոմը բայց կա։ Ինչ։ Ոնց ստացվել, մի հատ կտրի ուտենք տեսնենք համով, հա։ Տեսքի նման։ Լավ, ստոպ։ Արտս մի կատր է։ Ընենք լավ կտրվեց, ընենք սիրուն։ Բայց երևա որ թարմած է, չէ։ Հարմա վայ։ Հա, թարմա։ Ոնց վամշեցը Կասկածում եք, երեխեք։ Չոս օրվա է, Վերջին զանգ հեռուստասերիալին չէի սպասում։ համեցեք։ Որոշել ենք ռում տուր անենք։ Այո, իմ սենյակը ձեզ ցույց տամ։ Ինչ գաղտնիքներ կան, որ կադրով չի երևում։ Դա սկսած սցենարներս են, ավակի տան համար այսօր այսքան տեսարաններ ունենք նկարվելու։ Դժվար։ Ստեղ իմ շորերն են, հիմա պիտի փոխվեմ, որպեսզի տեսարանը նկարենք այդ շորերով։ Ցույց տամ ամենակարևոր պինգվինը, որ տեսարանով մենք դեն էինք նետել, հիշում եք։ Բայց ստեղը ամենախավ նկարելուց հանում ենք կադրից, որ դուք չտեսնեք։ Տինում եմ գրիմ, սա մեր ռեժիսորսկի սցենարն է, Գայուսի։ Ստեղ ունեմ իմ գրիմի պարագաները։ Այստեղ մենք ունենք ևս մեկ գաղտնի սենյակ, որ դուք երբեք չեք տեսել, նոգարանն է։ Սպահարանում ինչ ունես։ Սպահարանում ոչինչ չունեմ։ Ոչինչ, միշտ դոքտոր բացում եմ ինչ-որ բան եմ անում, իմ շորից ոչ մի բան Իսկ բաց պատշգամբում։ Պատշգամբում ունենք, այստեղ եմ սիրուն հատված, մենք ես շատ եմ սիրում նկարվել ստեղ։ Բացիլը, բացի ասում եմ, ասում են դու ես հորես գլուխի կերել, ասում բացի։ Բարև բոլորին, Կաննա ջան շատ երկար մտածելուց հետո հասկացա, որ անպայման պետքա ձեզ տեղյակ պահեմ Հայաստանը 7 օրով լքելու դեպքում։ Հետևորդներ ջան, դուք էլ շարունակեք նայել վերջին զանգը հեռուստասերիալը, լիքը լավ զարգացումներ է սպասվում։ Ժողովուրդ ջան, այսօր էլ այս տեսքով եմ նայեք։ Այս սերիալում կամ ես եմ տպվում։ Եկել ենք նկարահանման։ Չէ, ջացրով։ Իհարկե։ Վաղուց չկա ինքի։ Բա։ Նենց որ Դիտեք մեզ։ համարը թե մոռացան մեզ։ Չէ, որ մոռանա։ Մեզ մոռանալ չի լինի ջացրով։ Քանի որ առաջին ստորիում մեր ընտանիքը կիսատ էր, մեր մայրը բունտ էր։ Անում ասում էր ուր եք առանց ինձ նկարվել։ Հիմա մենք ամբողջ համալրված ընտանիքով մեր հետևորդներին պաչիկներ ենք ուղարկում։ Վերջ, մենք ամբողջ ընտանիքով ենք այսօր։ Այո, ու միշտ լինելու։ Այո։